Ողջույն սիրելի երևանցիներ, ողջույն սիրելի հայեր։ Մինչդեռ Տիգրան Ավինյանը նոր վարչական շրջանի 5-րդ զանգվածում իրականացնում է ծառատունք, մարդկանց խոչընդոտում են իրենց ծառների բիզնեսը իրականացնել։ Մեր քաղաքացիները Աճարյան փողոցի այդ ճանապարհի վրա, բոլորիդ հայտնի Առնջի մոստ հատվածում, տասնյակ տարիներ շուրջ իմ հիշողությունը ինչքան որ չի դավաճանում, մոտ 35 տարի, 40 տարի եւ ավել, ես եմ հիշում, 35 տարուց ավել ես եմ հիշում, որ այդտեղ կատարվել է ծառերի առևտուր եւ այս պահին քաղաքային իշխանությունների կողմից խոչընդոտ կա եւ մեր քաղաքացիներին թույլ չեն տալիս իրենց հալալ քրդինքով վաստակած, հալալ քրդինքով ստեղծած այս բիզնեսով աշխատել եւ գումար վաստակել։ Ըստ օդում կախված լուրերի ունենք տեղեկություն, որ Տիգրան Ավինյանի հոր հետ փոխկապակցված անձիկ ունեն նույն ծառատունքի բիզնեսով են զբաղվում եւ չեն թողնում մարդկանց, որպեսզի մարդիկ իրենց այգիներից, իրենց տնկարաններից ծառը տանեն եւ այդտեղ վաճառեն։ Ես ինքս ժամանակին այդտեղից շատ ծառեր եմ գնել եւ անգամ ասեմ, որ իմ պապիկս էլ անգամ ունեցել է տնկարաններ եւ այնտեղ 40 տարուց ավել, 35 տարի ես եմ հիշում, մի 40 տարուց 50 տարուց ավել ինքը իր հայրը այդտեղ իրականացրել են ծառերի վաճառք։ Եվ այս պահին եկել են եւ թույլ չեն տալիս առևտուրը, անգամ ասեմ, որ քաղաքացիները պատրաստ են այնտեղ տարածքը վարձակալելու եւ այդ բիզնեսով զբաղվելու, բայց ցավոք թույլ չեն տալիս մարդկանց, որպեսզի իրենց բիզնեսով զբաղվել, քանի որ պատճառը ես ասեմ, որն է իմ կարծիքով, իրենք ծառերը ավելի թանկ են վաճառում, քան ստեղ մեր գյուղացիները, ովքեր որ իրենց հալալ քրտինքով ծառը մշակում են, ծառը մեծացնում են, պատվաստում են եւ վաճառում են։ Ես ձեզ ասեմ, իմ հիշողության մեջ կա ամեն մեկ ծառի վրա մարդը 20 անգամ, այսպես ասած, կռանում է, 20 անգամ, մինչև հասնում է վաճառքի։ Այսինքն, այս բիզնեսը այնպես չէ, որ հեշտ բիզնես է, այս բիզնեսը շատ ծանրագույն աշխատանք է պահանջում եւ հետեւողական աշխատանք է պահանջում եւ մարդկանց գալ եւ ասել, որ պետք չէ զբաղվել այդ բիզնեսով, կտրեք, այսպիսի արտահայտություններ է եղել, կտրեք ծառերը եւ այս ծառը ոնց կարող են կտրել եւ գցել, քանի որ այստեղ տեսնում եք ինչքան շատ ծառներ կան, դեռ այս քաղաքացու այս մի տնկարանում ծառները քիչ են, ունեն նաեւ ուրիշ տնկարաններ, որտեղ որ ավելի շատ են եւ ձեզ ասեմ, Առիժ գյուղում շատ մարդիկ են զբաղվում այս բիզնեսով եւ իրենց ընտանիքները այս բիզնեսի շնորհիվ են պահում եւ ես ինչպես նշեցի քրտնաջան աշխատում եմ, որպեսզի կարողանան հողից հետ աշխատելով իրենց ծառերը մեծացնել, վաճառել եւ կարողանալ իրենց կարիքները հոգալ, իրենց հանապազորյա հացը վաստակել եւ եկել են իմ կարծիքով ես չեմ տեսել եւ քաղաքացիները այս պահին չեն կարող ասել թե ովքեր են եկել արգելել Ավան վարչական շրջանի կառույցի աշխատողներն են իմ կարծիքով եկել եւ թույլ չեն տվել որ մարդիկ աշխատեն օրենքի մեջ չէ, այո, բայց ինչ անի մարդը, ինչ անի, մենք աշխատատեղ պետք է ստեղծենք, որ մարդիկ աշխատեն, մարդը իր աշխատատեղը արդեն իսկ ստեղծել է, մարդը իր հողի հետ աշխատելով իր հացը ստեղծում, իր հացը վաստակում է, ոչ մեկի ձեռքին չի նայում եւ այս պահին գալ եւ այստեղ տասնյակ բնակիչներ կան Առիժ գյուղից, ովքեր տնկարաններ ունեն, ինչ եք կարծում, ինչ են անելու այդ մարդիկ, իրենց տնկարանները փակելու են, այս ծառները չորացնելու են, իսկ մինչդեռ Տիգրան Ավինյանը ասում է, որ այսօր 1300 ծառ ենք տնկում, 200 թուփ ենք տնկում, եւ այդ տնկիները որտեղից են գնում, ինչպես ես նշեցի, իրենց կողմից փոխկապացված անձացից են գնում, քանի որ մեր քաղաքացիների այս պահին այս այգում կա սակուրա ծառը, որը որ մենք տեղյակ ենք, քաղաքային իշխանությունները ձեռք էին բերել 120,000 դրամով, եթե չեմ սխալվում, իսկ հիմա ես քաղաքացուն կխնդրեմ նա կներկայացնի, թե ինչ արժի սակուրա ծառը եւ մնացած ծառերը
թեկուս Ծիրանենին, որը որ գնել էին նախանցած տարի, եթե չեմ սխալվում 20,000 դրամով եւ ասում էին բերքը վրան են գնել եւ անգամ այդ բերքը չտեսանք, ինչ արեցին, ջեմ արեցին, ինչ արեցին, այդ բերքը քաղաքացին ինչ էր անում, որ քաղաքացու գրպանից վճարված հարկերից, տուրքերից այդ մեծ գումարները վճարեցին եւ միլիոնավոր գումարներ մսխեցին, միլիոնավոր գումարներ իրենց հետ փոխկապացված անձանց լավություն արեցին, ինչ արեցին այդ գումարները։ Բարև ձեզ, ներկայանաք։ Ներողություն եմ խնդրում, քաղաքացին խնդրել է իրեն չնկարանեմ։ Հիմա ես հարցեր կտամ եւ փորձենք ողջել թե ինչ է կատարվում այս պահին եւ ինչ են պատրաստում մեր քաղաքացին իրենց տնկարանի հետ անել։ Անդրանիկ ջան, ինչ են արել, եկել են, արգելել են, հա։ Եկել են, արգելել են, չեն թողում վաճառենք։ Պատճառաբանում են, որ օրենքից դուրս է, իսկ մենք 20 տարի իմ ծնողները, որ աշխատել են, sense որ հաշվեն 40 տարի եղել է օրենքի շրջանակում, դաժե խրախուսվել է կորոնավիրուսի վախտով, որ չեն արգելել են ոչ ոքի տնից դուրս գալ, մեզի արտոնություններ է տվածվել։ Գոհ են մնացել, բոլորն են գոհ մնացել։ Դե լավ աշխատանք եք, պարզավոր լավ աշխատանք եք կատարել, գոհ պետք մնան, հա։ Որ արգել են։ Հիմա եկել են, ասում են, որ ոչ, մի կայնեք, մի ծախեք, օրենքից դուրս է։ Անկամ Անդրանիկ ջան, ես երկու հարց տամ, այնտեղ քաղաքացիներ կան, որ պատրաստ են, չէ, այդ տարածքը վարձակալել, ընդհանրապես գյուղատնտեսական իրանց աշխատանքով զբաղվել, այսինքն իրանց հողում, իրանց տնկարաններում մշակել, ծառա վաճառել։ Այո, հիմա արգելել են, բայց ինչպես ես տեսել եմ, մարզերում թույլատրում են վաճառել, բայց կան տեղեր նաև քաղաքում եմ տեսել, որ վաճառում են։ Ինչն է պատճառը։ Ինձ թվում է պատճառն այն է, որ իրենց հետ փոխկապակցված անձիկ կան, ովքեր որ այս բիզնեսով զբաղվում են եւ քաղաքացին գնալով ճշտելով թե ծառի գինը ինչ արժի, այնուհետեւ քաղաքապետարանի ներկայացած գործակարգավորականի ժամանակ կլինի, թե տենդերների ժամանակ կլինի գների այդ բարձր գները, որպեսզի իրենք խայտարակ չլեն եւ չբռնվեն, այսպես ասած, թույլ չեն տալիս, որպեսզի ձեր նման մի քանի տնտեսարողներ, մի քանի այգիներ ունեցող, տնկարաններ ունեցող քաղաքացիներ զբաղվեն այս բիզնեսով։ Այո, նու եկեղեցիներ են կանանչապատել, դպրոցներ, մանկապարտեզներ, չենք ունեցել դեպքը, որ գող չմնան, դաժե խոսքի ասենք գումարայինի մեծ տատանումներ, տարբերություններ ա եղել։ Օրինակ ձեր մոտ սակուրան ինչ արժի։ Ամենալավը լինում է 50,000-ից մինչև 70,000։ Որն է, էսա է սակուրան, հա։ Սա սակուրա է։ Կողքինը սակուրաներ։ Այս սրանք, նայեք, սիրելի քաղաքացիներ, պակաս չէ, քաղաքում տնկված սակուրաներից հələ մի հատ հասակը նայեք, մոտավորապես իմ այսպես աչքով նայելով 3 մետրից բարձր է եւ այս ծառը այստեղ ինչքան եք դուք վաճառում։ 50,000 դրամ։ 50,000 դրամ, մոտավորապես 50%-ով ավել մեր քաղաքային իշխանությունները քաղաքացու վճարած այն գումարից, այդ հարկերից տվել է եւ չգիտես այդ գումարը ուր է գնաց։ Եթե կարող են գնել սակուրաներ 50,000 դրամով, ինչի ենք վճարել 120,000 դրամ եւ ավել գումարներ։ Եվ սա միայն սակուրային չի վերաբերվում, ծիրանին ինչ արժի, ծիրանի տնկին ինչ արժի։ Ծիրանի տնկին լինում է 2-ից մինչև 4-5 տարեկան, չի թույլատրվում իրան ավել հանել։ Չի կարա ինքը աշխատի։ Վաճառվում է արժեքը 1000-ից մինչև 3000 դրամ։ Տեսնում եք, այստեղ արդեն տասնապատիկ ավել գումար է, ծիրանենին գնել էին 20,000, եթե չեմ սխալվում, 20,000 դրամով եւ տեսնում եք, տնկարանում այդ ծառը արժե 1000-ից մինչև 3000, այսպես կարող ենք ասել։ Այսպես ասենք, դուք տեսնում եք մեր քաղաքային բյուջեում վճարված մեր քաղաքացու գումարներն ուր են էցում։ Քաղաքացու գրպանից թալանվում եւ չգիտես ում գրպաններն ա գնում, բայց մեր քաղաքացին, որ իր տնկարանում չարչարվում է, իր հացը, իր ամեն օրվա աշխատանքով իր հացը վաստակում է, թույլ չեք տալիս, որ ծառ վաճառի։ Սա ինչ է նշանակում։ Ինչ խայտարակություն է, ինչ թալանչիական թազան նոր հերիք չեղավ, ինչքան եք պատրաստ դուք գրփել չրփելու, այսպես ասած։ Ինչքան եք դուք պատրաստ։ Դուք ախորժակից բացի ամեն ինչ կորցրել եք։ Չի կարելի։ Ավան վարչական շրջանի ղեկավարը պետք է
գնար զեկուցեր, որ այսպիսի խնդիր կա, սա այնպես չէ, որ ամբողջ տարվա ընթացքում մարդիկ ծառ են վաճառում, ինչքան է տևում այդ ծառա 2-ից 3 ամիս մարդկանց թույլ տալ, եւ ես համոզված եմ, եւ ինքս ինչպես նշեցի, իմ պապիկը զբաղվում էր այս բիզնեսով, մենք ունենք նույն գյուղում տնկարաններ, ամբողջ իր տարվա ապրուստի գումարը վաստակում էր սրանով, ճիշտ է, սա է, ուրիշ բիզնես չունեք, ուրիշ աշխատանք ունեք դուք, այսինքն առավոտից իրիկուն դուք չարչարվում եք այս հողի վրա, որպեսզի այդ 2 ամսում ձեր ամբողջ տարվա գումարը վաստակեք, ճիշտ եմ նշում։ Մեր ընտանիքներից բացի կան ընտանիքներ, որ զբաղվում են այս գործով, իրանց ապրուստի միջոցն է, մեկը ծիրանենի է մշակում, մեկը բարդի, մեկը եղևնի։ Այո, մարդիկ կան, որ դեկորատիվով չեն զբաղվում, այստեղ մենակ դեկորատիվը չի, հիմա ես ձեզ ցուցադրեմ, սա ոնց որ գիլաս է, հա։ Այո, գիլասենի։ Հա, գիլասենի, Գիլասենի, բարդենի։ հա, ամեն ինչ, էսի մյուս տնկարանից եք բերել սա, Սա արդեն եթե այս փչանում է արդեն, այսինքն ինչ էին ասել, ծառը ինչ արեք, կտրեք գցեք, հա։ Եղևնին այնտեղ 4-5 մետրանոց եղևներ ունենք, որ 10 տարի ու ավել մենք պահել ենք դրանք։ Ասում ենք, բա ինչ անենք, ոնց էսի ցուցադրենք, ոնց կարանք անենք, ասում եք կդրեք։ Այսինքն կտրեք շպրտեք, հա։ Այսինքն նոր տարուն թույլեր չէ տնա, որ էսի կտրեք գոնե բնական եղևն ու տեղ, բայց սրա արժեքը ես գիտեմ, որ հազարավոր գումարներ է, այսինքն $1000 չափ է, չէ, այս 2 մետրանոց, 3 մետրանոց։ Մենակ սրա վրա ես մշակել եմ իրան, որ սարքել եմ սենց ծառ։ 15 տարի չարչարվել է եւ ասում են 15 տարվա քո աշխատանքը կտրի շպրտի։ Սա է իրականությունը, սիրելի Facebook-յան հետևորդներ, սիրելի երևանցիներ, ես ինչի եմ դիմում մեր երևանցիներին, քանի որ Առինջ գյուղը սահմանակից է Երևան քաղաքին եւ Աճարյան փողոցը հենց այդ ճանապարհը մեր Առինջ գյուղի կամարից այդտեղից վերջանում է, չէ՞, իմ կարծիքով Անդրանիկ ջան, Առինջ գյուղի կամարից Աճարյան փողոցը վերջանում է եւ դրանից վերև թույլ են տալիս այժմ մի քանի այգիներ ունեցողներ այնտեղ, բայց շատ տեղը փոքր է եւ այն վերևի հատվածում արդեն բիզնեսներ կան, խանութներ կան, ով թույլ կտա, որ իր խանութի դիմացը մեր քաղաքացին դնի իր տնկարանից վաճառի։ Ինչու պետք է վաճառի հենց այնտեղից, ուզում եմ քաղաքացիներ կլինեն, ասեն թող տանի ուրիշ տեղ վաճառի, չեն կարող ամբողջ ծառատեսակները, ծառերը այստեղից տնկարանից հանել, ճիշտ եմ չի ասում, եւ տանել հեռու վաճառել։ Քանի որ կան քաղաքացիներ գալիս են 5 ծառ են ուզում եւ դուք բերում եք իրենց տնկարանից եք, չէ, ծառերը տալիս, այսինքն պետք է մոտիկ լինի իրենց տնկարաններին։ Ինչպես եք դուք առաջարկում գնան հեռվում կատարեն այս նույն աշխատանքը, չեն կարող։ Եվ դուք այսօր դուրս եք եկել ասում եք 1300 ծառ տնկեցինք, 200 թուփ տնկեցինք եւ այդ բիզնեսը անելով ձեր հետ փոխկապակցված, ձեզ է հարց տվեցին, թե ձեր հայրի հոր հետ կապված այդ փոխկապակցված այդ բիզնեսը դուք այսպես ասած սրողական պատասխանեցիք, ասելով թե Facebook-յան կամ չգիտեմ այդ հարթակներում ինչ որ քննարկում են ճիշտ չի։ Եթե դա ճիշտ չի, սա ինչ է նշանակում թույլ չտար քաղաքացուն իր հանապազորյա հացի գումարը վաստակել։ Ինչ է նշանակում։ Մեր այն կասկածները հիմա համոզմունք են դարձել, որ համոզված ենք դա հենց այդպես էլ կա։ Դուք եւ ձեր հայրը փոխկապակցված եք սրա մեջ։ Քանի խնդիր ես նշեցի, սակուրաների հետ կապված 120-ի փոխարեն 50,000, 20,000-ի փոխարեն ծիրանենին 1000-ից 3000 դրամ։ Ինչ է նշանակում սա։ Նշանակում է, որ թալան կոռուպցիա։ Ուրիշ ոչ մի բան չկա։ Եվ այս ամեն ինչը անում եք մեր քաղաքացու հաշվին։ Սա անում եք մեր տնկարաններ ունեցող, այս պահին մեր տնկարաններ ունեցող բազմաթիվ ընտանիքների այն ապրուստի միջոցի հաշվին։ Դուք ձեր գումարը վաստակում եք նրանց թողնելով առանց աշխատանք։ Եվ սա այս հարցը պետք է բարձրաձայնվի եւ այսպես պետք չի թողնել։ Պետք է մի հատ խելամտորեն մոտենալ այս հարցին եւ այս քաղաքացիներին թույլ տալ իրենց տնկարաններից կարողանան վաճառք կատարել։ Ինչ է նշանակում։ Գյուղատնտեսություն եք ուզում զարգացնեք, մանր եւ միջին բիզնես եք ուզում զարգացնեք, այս էլ մի բիզնեսի տեսակ է, սա էլ բիզնես է, սա էլ ծառերի բիզնես է, ովքեր որ տասնյակ տարիներ, ասում եմ, 40 տարի մարդը ուրիշ բան չգիտի, իր երեխան մեծացել է, տեսել է իր ծնողից, սա է օրինակ է, սա է սովորել։ Եվ ոչ պակաս սա այսպես ասած աշխատանք է, քանց մնացած աշխատանքները, քանի որ լավ բան ենք անում, ծառ են
աճեցնում եւ տանում են քաղաքացիները իրենց այգիներում տնկում են եւ իրենց երեխաներին կանաչ են ապահովում, թթվածին են ապահովում։ Սա է իրականությունը, սիրելի քաղաքացիներ, ինչ ունեք ասելու ուրիշ Անդրանիկ ջան, ինչ է պետք անել, ինչ եք դուք կարծում, ինչ է պետք անել։ Խնդրենք ձեզանից, եթե թույլ տաք այդ 2 ամիսը, 3 ամիսը մենք Անդրանիկ ջան, մենք իշխանություն չենք, մենք ինդիմություն ենք եւ մենք չենք կարող թույլ տալ։ Մենք այս հարցը մի հատ քննարկենք եւ կբարձրաձայնենք, թե ինչի համար թույլ չեն տալիս։ Արդյոք կարող է պատճառներ նրանք բերեն, ասեն, որ այսինչ բանի համար թույլ չենք տալիս, բայց քանի որ մենք տեսել ենք քաղաքում տարբեր տեղեր կա, չէ՞ վաճառվում է։ Այո, քաղաքում էլ տեղեր կան, որ Վաճառում ենք, հիմա նես չի, չարամտորեն ասում ենք, այ գնացեք նրանց էլ հանեք, մի թողեք վաճառեք։ Մեր ասածը դա չէ, մեր ասածը նա է, որ թույլ տվեք մարդիկ, արդեն սեզոնն էլ անգամ վերջանում է այս տարի, եւ այո, եւ արդեն ճիշտ է, կարող է Եղևնիները կարողանային վաճառել, այսինքն ոչ միայն Եղևնիները, դեկորատիվ ծառները, բայց արդեն բերքատու ծառների տեղափոխումը եւ տնկումը արդեն նպատակահարմար չէ, քանի որ կարող են այդ ծառները կպչողականությունը շատ ցածր տոկոսի լինի եւ Կոչս ինչու համար եւ ես լայվի ինչի համար եմ նկարում, ես ինքս մտահոգված եմ, քանի որ ես գնացի ծառ առնեմ մեկ շաբաթ առաջ, գնացի ծառ առնեմ եւ տեսա առինջ այդ հատվածում Բաբաջանյան Խաշմերուկում չկա ծառները եւ մտահոգված իմ ընկերներից հարցրեցի եւ եկա տնկարանից ձեռք բերեցի ծառները եւ փաստորեն պարզվեց, որ քաղաքային իշխանությունները արգելում են մեր քաղաքացիներին իրենց բիզնեսով զբաղվել, արգելում են մարդիկ իրենց հանապազորյա հացը վաստակել։ Իսկ այսօր Տիգրան Ավինյանը գնացել է նոր վարչական շրջան 5-րդ զանգված գլուխ է գովում, թե 1300-ատ ծառ եմ տնկում։ Այդ տնկում ես լավ ես անում, տնկում ես, բայց հələ մի հատ նայի այս մարդիկ իրենց տնկած մեծացրած ծառը ինչ պետք է անեն։ 1300-ի մասին չէ խոսքը, տասնյակ հազարավոր ծառերի մասին է խոսքը, քանի որ ես նշեցի, այստեղ ես գիտեմ 50 ընտանիք երևի զբաղվում է, չէ՞, այս գործով։ 50 ընտանիք ու 50 ընտանիքի հետ մինիմում խոսքի ասենք 3000-ից 5000 ծառ մինիմում ամեն սեզոնի տնկվում է։ Այսինքն ինչ եք ուզում անեք, ուզում եք եւ մեր Հայաստանում։ Այն եք ուզում անեք, որ միայն դուք կարողանաք ձեր հետ փոխկապակցված անձինք վաճառեն այդ ծառը։ Նախ չեն հասցնելու, չեն կարա։ Եվ այս մարդկանց այսքան չարչարանքը ջուրը չի կարելի գցել։ Եվ այս մարդիկ իրենց ծառը պետք է վաճառեն։ Այս ծառը պետք է գնա հասնի մեր քաղաքացիների, մյուս քաղաքացիների այգիներ, սեփական տների այգիներ, բակեր, կանաչ դառնա, թթվածին, այլ ոչ թե ձեր նման ամբողջ քաղաքի ծառերը գլխատել եւ քաղաքացուն տեսնենք այս տարի ոնց ենք այդ տափին դիմանալու։ Սա է իրականությունը, սիրելի քաղաքացիներ։ Ուրիշ բան ունեք Անդրանիկ ջան ավելացնելու։ Շնորհակալ ենք ձեզանից։ Սիրելի հետևորդներ, մենք փորձենք տեսնենք ինչ կարող ենք անել, կքննարկենք եւ այս հարցը բարձրաձայնենք, փորձելով, այո, պարզ է որ փողոցային առևտուր, բայց սա ուրիշ բան է, փողոցային առևտուր չէ սա, այսպես ասած, փողոցային առևտուր ասելով, ուզում եմ ասեմ, այնտեղ տարին 12 ամիս իրենք այս բիզնեսով չեն զբաղվում, իրենք հիմնական իրենց ծառները վաճառում են իրենց տնկարաններից Եվ այնտեղ ընդամենը ցուցադրում են ծառները եւ կարելի է ընդառաջել մարդկանց 2 ամիս ժամանակ տալ, 2-ից 3 ամիս ավել պետք չի, չէ՞, Անդրանիկ ջան, իմ կարծիքով 2-ից 3 ամիս թույլ տալ եւ քանի որ մարդիկ էլ բոլորը արդեն սովորել էին այդ տեղին, չէ՞, հիմնականում ինչ այո, ծառների շուկա էր կոչվում եւ այս պահին դրան խոչընդոտելը եւ թույլ չտալը անթույլատրելի է Սիրելի քաղաքացիներ, սիրելի հետևորդներ, սա է իրականությունը, քանի որ այսօր Տիգրան Ավինյանը գնացել էր եւ այնտեղ գլուխ էր գովում, որ այսքան ծառ եմ տնկել, ես ուզեցի ձեզ ցուցադրեմ, թե ինչ է կատարվում մեր քաղաքացիների հետ, մեր գյուղացիների հետ, ովքեր որ այդ բիզնեսով են զբաղվում, ծառերի բիզնեսով եւ ցույց տվեցի ձեզ, որ տեսեք թե ինչպիսի թալան է իրականացվում այսօր Երևան քաղաքի քաղաքապետարանում, քաղաքային իշխանության բյուջեից, ձեր իսկ վճարած գումարներից։ Շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, կհանդիպենք